Շնորհակալություն։ Ես թերևս կշարունակեմ ձեր այն արձանագրումից, որ արդեն իսկ սկսվել է 40+10 ծրագրի ընթացքը եւ մեր հայրենակիցները հնարավորություն ունեն օգտվել դրանից, ինչի արդյունքում մենք մասնավորապես հոկտեմբերի 5-ի դրությամբ ունեինք 10,000 մարդիկ, ովքեր հյուրընկալվել էին հյուրանոցներում, հյուրատներում, պետական եւ համայնքային շենքերում։ Հիմա այսօրվա դրությամբ մենք այս կատեգորիայի կացավայրերում ունենք 1143 մարդ։ Սա նշանակում է, որ մարդիկ արձագանքել են այդ հնարավորությանը եւ իրենց համար փորձում են վարձակալել բնակարաններ, տներ իրենց նախընտրած կամ հնարավոր ավելի հարմար միջավայրում։ Անպայման պետք է շեշտադրել, որ մենք ունենք դեռևս ներքին տեղաշարժեր, որովհետեւ ընտանիքները առաջին օրերին տեղավորվում էին ըստ հնարավորության եւ ըստ մեր ուղղորդման նաեւ, հիմա արդեն կա այդ հնարավորությունը, երբ որ իրենք են ընտրում իրենց բնակավայրերը եւ միավորվում են հարազատների, բարեկամների հետ, ինչից հետեւում է, որ մենք մոտ ապագայում կունենանք որոշակի հավասարակշիռ վիճակ եւ կարողանանք արդեն համայնքային մակարդակում գնահատել, թե ինչպիսի կարիքներ են ձևավորվում համայնքային ենթակառուցվածքներում, ես նկատում եմ լրացուցիչ, նախակրթության, աշխատանքի եւ այլ խնդիրներ գույքագրելու ու լուծելու համար։ Կառավարությունը այսօրվա դրությամբ մարզպետարաններին հատկացրել է շուրջ 3.4 միլիարդ դրամ, դրանից զատ նաեւ Սյունիքի մարզպետարանին հատկացրել է 579 միլիոն դրամ։ Այս գումարները նախանշված են մեր հայրենակիցների, կեցավայրերի, սննդի, առաջին անհրաժեշտության որոշակի օժանդակությունների իրականացման համար, որպեսզի առաջին ամիսներին իրենց բնակությունը եւ կեցությունը հնարավորինս հարմար դիտարկվի։ 83.2%-ով գումարները փաստացի ծախսված են, ըստ մարզերի մենք ունենք այդ հաշվառումը եւ այսօրվա դրությամբ բոլոր անհրաժեշտ կարիքները, որոնք որ մարզպետարանները ձևակերպել են եւ իրականացրել են, կփոխհատուցվեն բնականաբար։ Մենք կշարունակենք հետևել այս գործընթացին եւ եթե լինի անհրաժեշտություն, լրացուցիչ գումարներ թերևս կհատկացվեն ըստ հիմնավորվածության եւ նպատակահարմարության։ Ուզում եմ անպայման նշել, որ մեր համայնքային կառույցները, վարչական ղեկավարների աշխատակազմերը շարունակում են աշխատել մեր հայրենակիցների հետ, նրանց հետ, ովքեր տեղավորված են համապատասխան բնակավայրերում եւ ըստ ամենայնի օժանդակում են, իմ գործընկերը ասեց, որ նրանք միասնական սոցիալական ծառայությունների աշխատակիցների եւ կարողությունների հետ զուգահեռ փորձում են անընդհատ ուշադրության կենտրոնում պահել կարիքները եւ համապատասխան ընթացակարգերով դրանք ապահովել։ Մենք նաեւ շարունակում ենք հումանիտար բեռների հետ կապված աշխատանքների իրականացումը, մասնավորապես կուզենայի նշել, որ Լեհաստանից, Ռումինիայից, տարբեր կազմակերպություններից, այդ թվում նաեւ Ռուսաստանաբնակ գործարարների, Ավստրիայի, Գերմանիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Արգենտինայի կողմից ներկայացված կամ մեզ փոխանցված հումանիտար բեռները սահմանված կարգով պայստավորվում են, ընդունվում են ներքին գործերի նախարարության համապատասխան կառույցներում եւ մարզպետարանների ու համայնքներից ստացված հայտերի համակարգման եւ ընդհանրացման արդյունքում մարզպետարանների կողմից ներկայացված հայտերով մեր կողմից բաժանվում են համապատասխան մարզերին, դրանից հետո համայնքներին, բնակավայրերին, որպեսզի հասանելի լինեն մեր բնակիչներին։ Առանձին կուզենայի նշել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից տրամադրված հումանիտար բեռը, որը հատկացվել է Սյունիքի մարզպետարաններին։ Մենք շարունակում ենք հետևել գործընթացին եւ ամեն ինչ անել, որպեսզի մարդկանց, ովքեր փորձում են գտնել վարձակալության բնակարաններ, նաեւ որոշակի օժանդակություն տրամադրենք, իհարկե հնարավորությունների սահմաններում օգտագործելով համայնքային աշխատակազմերի ռեսուրսները։ Շնորհակալություն։